Մտածել, որ Պուտինը չգիտեր Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ինչ է արգելված, ինչ է արտոնված, նա մասած նշանակում է Պուտինին տգետի տեղ դնել։ Պուտինը տգետ չի։ Իսկույն խորամանկ է։ Սրիկա է, բայց տգետ չի։ Ես կարծում եմ, որ նա շատ հիմնարար հարված հասցրեց Ռոբերտ Քոչարյանին։ Որտեղ ակնհայտ է, որ քիմիան այլևս դադարել է լինել քաղաքական գիտություն։ Քիմիան զոհվեց քիմիան։ Բայց քիմիայի փոխարեն առաջանում է ինչ-որ մի սիմբիոզ, ես նույնիսկ դժվարանում եմ նրան ինչ-որ կենսաբանական անվանում տալ կամ գիտական ինչ-որ բնորոշում տալ։ Եվ այդ սիմբիոզի անունը Սամվել Կարապետյանն է։ Սիմբիոզը անվանում ապավինելով նաև արհեստական բանականությանը, որովհետև ակնհայտորեն այն ամեն ինչի ինչ-որ ուժեղ Հայաստանը փորձում է Հայաստանի Հանրապետությունում ներկայացնել, արհեստական բանականության շնորհիվ է։ Թերևս արհեստական բանականությունն է նաև Նարեկ Կարապետյանին հուշել, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր կարող է եւ պիտի լինի Իրանը։ Հասկանում եք, Իրանը։ Պատժամիջոցների տակ գտնվող, պատերազմի մեջ գտնվող, սեփական անվտանգությունը չապահովող Իրանը պետք է գա ու լինի Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը, որովհետև ակնհայտորեն արհեստական բանականությունը թե Ռուսաստանում, թե Հայաստանում առաջադրել են մի խնդիր, ով է երաշխավորը։ Արհեստական բանականությունը շարում է ինչ-որ անկապ երաշխավորներ, որոնք ներկայացվում են եւ որոնք բարձրաձայնվում են։